Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Անկլավների թեման կրկին ակտիվացել է։ Նախ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, թե մեջբերում եմ Ղազախի շրջանի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանի համար գերակա խնդիր է։ Մեկ օրից Հայաստանի եւ վարչապետը պատասխանեց, թե սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի օկուպացված մյուս ինքնիշխան տարածքները։ Փոխադարձ հայտարարություններից հետո հայ քաղաքագետներից ոմանք սկսեցին պնդել, թե կրկին տարածքներ հանձնելու հող է նախապատրաստվում։ Հաշվի առնելով Տավուշում տեղի ունեցած սահմանազատման փորձը, նաև փաստը, որ պատերազմից հետո Ալիևը հետևողականորեն առաջ է քաշում նոր պահանջներ եւ հասնում դրանց իրականացմանը, մտավախությունները անհիմն չեն։ Առհասարակ անկլավների խնդիրը վերջին տարիներին հաճախ է քննարկվում։ Դեռ 2022-ին Փաշինյանը հայտարարում էր, թե մինչև այդ պահը չեն արձանագրել, որ Հայաստանի տարածքում դե յուրե գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Մեկ տարի անց, սակայն, նույն Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում են նաև անկլավները։ Հիմա Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի տարածքում անկլավների իրավական հիմքեր ներկայացնել, հավելելով, թե նրանք էլ կասկածի տակ են դնում Արցվաշենի պատկանելիության իրավական հիմքերի առկայությունը, ինչը Հայաստանն է պատրաստ ներկայացնել։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը ներկայացված է որպես Հայաստանի Հանրապետության տարածք։ Թե ինչ հիմքեր կարող են ներկայացնել ադրբեջանցիները բնակավայրի իրենց պատկանելիության մասին, հարցի միայն մի կողմն է։ Ավելի կարևոր է, թե ով եւ ինչպես է դրանք արժանահավատ համարելու ու բնակավայրը հանձնելու ադրբեջանցիներին։ Հետաքրքիր կլինի դրանից հետո կրկին տեսնել Փաշինյանի ձեռքի ոսկեգույն մակետը, որի վրա որևէ անկլավ չկա նշված եւ որը ազգային ժողովում պարբերաբար ցուցադրելով հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետությունը դա է, չմոռանալով մյուս ձեռքում պահել փոքրիկ Արցվաշենը։ Անկլավների օկուպացված տարածքների եւ սահմանազատման մասին զրուցել ենք քարտեզագիր Շահեն Շահենյանի հետ։ Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ անկլավների հարցից։ 1896 թվականին այս թվականից իմ պապերն է ստեղ ապրել է։ Ոբշի շամչատին ճամփանել փակում, սա լալիկեղը վազաշենը սա փակում է։ Ոնց դրանք մենք հայրեն տակ թուրքերն ասենք եկի կապրիտ։ Այդ անկլավներին լուրջ խնդիր են առաջացնելու այդ տվյալ մեր մարզերի համար։ Նա հայկական հողի միջին է։ Ես դա ոնց կարելի ասել նա Ադրբեջան ունտա։ Այնտեղ ձորում գյուղատեղիներ կան, խաչքարեր կան, կեսով չափ հայտնվում են այդ անկլավի տարածքում։ Շնամին առանց էնել ինչքան պետք է վիրակալել, մենք հետ գնալու տեղ չունենք։ Նախորդ տարի Տավուշի մարզում իրականացված սահմանի հստակեցման հիմքում եղել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզը։ Հայ-ադրբեջանական սահմանազատումը այս քարտեզով է շարունակվելու։ Եթե այո, ինչու հիմք չեն ընդունվում նախորդ տարածքզբի քարտեզները, որտեղ օրինակ Արցվաշենն անկլավ չէ։ Այս հարցի հասցեատերը Սահմանազատման հանձնաժողովային անդամներն են, որոնք ներգրաված են այս process-ում։ Հաշվի առնելով, որ մենք չունենք հստակ հայտարարություն, թե որ քարտեզների շուրջ են ձեռք բերել համաձայնություն երկու կողմերը, դժվար է նշել, թե որ թվականի քարտեզով են ընթանում սահմանազատման աշխատանքները, քանի որ առնվազն Ադրբեջանի կողմից մենք չունենք նմանատիպ հայտարարություն։ Ինչ վերաբերում է ինչի համար են ընտրվել 1970 թվականի քարտեզները, կարող ենք ենթադրել այն, որ ավելի վաղ քարտեզները կարող էին ավելի ձեռնտու լինել Հայաստանի Հանրապետությանը եւ ենթադրաբար Ադրբեջանն է պնդել որպեսզի սահմանազատումը չընթանա ավելի վաղ շրջանի քարտեզով, օրինակ 1920-ական 30-ական թվականի քարտեզներով, որով Հայաստանը չուներ անկլավներ 1990-ականներին եւ հետագա տարիներին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում որքան տարածք է անցել Հայաստանի, որքան Ադրբեջանի հսկողության տակ եւ սահմանազատման արդյունքում որ կողմը որքան տարածք կստանա։ Սահմանային հատվածում գրեթե խոշոր տարածքային զավթումներ չեն եղել, դրանք կարող են լինել մինչև 1 տասնյակ քառակուսի կիլոմետր, բայց ըստ էության, եթե խոսենք սահմանային, այսպես ասած, փոխանակությունների կամ գրավումների մասին, ապա մենք ունեցել ենք որոշակի հատված Տավուշի մարզում, ինչպես գիտենք, այնտեղ ավելի բայնապաստ դիրքերի զբաղեցման նպատակով Հայաստանը որոշակի տարածք թողել է Ադրբեջանի վերահսկողության տակ եւ հակառակը վերահսկել է որոշակի
ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքներ եւ ունեցել ենք որոշակի նմանատիպ գոտի Նախիջևանի հատվածում, Նախիջևանի եւ Սյունիքի մարզի հատվածում, բայց դրանք չեն գերազանցել մի քանի քառակուսի կիլոմետր, կարող են հասնել մինչև 1 կամ 1.5 տասնյակ կիլոմետրերի։ Եթե հաշվի առնենք 90-ական թվականների փոխադարձ տարածքներ գրավելու իրավիճակը եւ հաշվի առնենք, որ սահմանազատում ընթանալու 1970-ական թվականների քարտեզներով, ապա ըստ էության կողմերը նույնաչափ տարածքներ պետք է փոխանակեին, եթե մենք հաշվի ենք առնում միայն 1990-ական թվականների տարածքային փոփոխությունները։ Խորհրդային միության տարիներին Հայաստանից տարածքներ են փոխանցվել Ադրբեջանին։ Կան արդյոք այդ գործընթացի իրավական հիմքերը եւ հնարավոր է առաջիկայում պարզվի, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ պարզապես չկան։ Արխիվային փաստաթղթեր ուսումնասիրելիս մենք գոնե ծանոթացել ենք այնպիսի իրավիճակի, որ հիմնականում տարածքներ անջատվել են Հայաստանից։ Հիմնականում խնդրու առարկա են եղել Հայաստանի վերահսկողության տակ կամ Հայաստանի գյուղերին պատկանող հողամասեր։ Այսինքն ինչպես էր ընթանում այդ process-ը։ Գոյություն ունեին խորհրդային հողային հանձնաժողովներ, որտեղ ներկայացում էին սահմանային հայցեր, դրանք կարող էին լինել տարբեր գյուղերի կողմից։ Հիմնականում հայց ներկայացնողները ադրբեջանցիներն էին, որոնք նպատակ ունեին հայկական հողեր իրենցով անել, այսպես ասած, կամ հայկական գյուղերն էին, որոնք բողոքում են իրենց հողերի զավթումից։ Եվ ըստ էության, եթե մենք ըստ ժամանակագրորեն ուսումնասիրում ենք այդ հողային հանձնաժողովների որոշումները, ամեն հանձնաժողովի ամեն որոշումով Հայաստանը կորցրել է որոշակի տարածք։ Հենց այդ պատճառը, որ տարբեր տարիներից, սկսած 1920-ականներից մինչև 1970-ականները Հայաստանից տարբեր ժամանակներում անջատվել են բավականին խոշոր կտորներ։ Մինչ օրս մենք չենք կարողացել հայտնաբերել Հայաստանի տարածքում այսպես կոչված անկլավների առաջացման իրավական հիմքեր։ Ի տարբերություն մեր էքսկլավի Արցվաշենի, որ արխիվային փաստաթղթերում կան փաստաթղթեր, որոնք հստակ ցույց են տալիս, որ Արցվաշենը Հայաստանից բաժանված չի եղել, ունեցել է միացման գիծ Հայաստանին։ Ընդ որում կան որոշակի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ երբ որ Արցվաշենից առանձնացվել են այն հողամասերը, որոնք եղել են Հայաստանին սահմանակից, ապա հնարավորություն է տրվել ճանապարհի, որը ըստ էության պետք է պատկաներ Հայաստանին, այսինքն Արցվաշենը պետք է ճանապարհով գոնե միացած լիներ Հայաստանին։ Սակայն անհայտ հանգամանքներում հետագայում այդ ճանապարհն էլ է անհետացել։ Ժամանակակից սարքավորումների տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կարելի է շատ արագ եւ հեշտ գեներացնել քարտեզներ, որոնք ոչ մի իրավական հիմք չունեն, ոչ մի պատմություն չունեն։ Հենց վառ օրինակը Սև լճի հատվածում, երբ Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ, ընդ որում եթե հիմնվենք 1970-ական թվականների քարտեզներով, ապա Սև լճի ընդհանրապես մի փոքրիկ հատվածը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մեծ հատվածը Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանը զբաղեցրեց ամբողջ Սև լճի հատվածը եւ սկսեց պնդել, որ համաձայն արխիվային փաստաթղթերի դրանք խորհրդային Ադրբեջանին են պատկանել։ Սակայն երբ ուսումնասիրվեցին նրանց կողմից ներկայացված քարտեզները, հստակ երևաց, որ դրանք կեղծ նոր մշակված քարտեզներ են, որը նպատակ ուներ առնվազն մոլորեցնելու տեղում աշխատող մասնագետներին, իսկ առավելագույնը այդ տարածքները անջատել Հայաստանից եւ միացնել Ադրբեջանին։ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքում ունի 4 անկլավ։ Հայաստանը Ադրբեջանի տարածքում 1 անկլավի մասին է խոսում։ Վերջին տարիներին քննարկվում է նաև դրանց հնարավոր փոխանակումը։ Եթե Ադրբեջանը ներկայացնի անկլավների պատկանելիության անառարկելի փաստեր եւ համաձայնի փոխանակմանը, դա համարժեք կարելի է համարել։ Երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում այսպես կոչված ադրբեջանական անկլավների մասին, ապա դրանք կարող են վերաբերվել ընդհանրապես 3 տարածքների, որոնցից մեկը համաձայն խորհրդային վերջին ժամանակների քարտեզների Արարատի մարզում է, երկուսը Տավուշի մարզում են։ Եվ կրկնում եմ, այդ անկլավների իրավական հիմքերը մինչ օրս հայտնաբերված չեն։ Եթե այնպես ստացվի, որ իրավական հիմքերը հայտնաբերվեն կամ ինչ-որ process-ների արդյունքում համաձայնության կան, որ այո, այդ անկլավները իրավական են, եւ քննարկվի դրանց փոխանակումը, ապա տարածքային տեսանկյունից իրենք նույնական են, այսինքն ադրբեջանական անկլավները միասին վերցրած տարածքով գրեթե հավասար են Արցվաշենին։ Ըստ էության տարբերությունը կազմում է մի քանի քառակուսի կիլոմետր եւ եթե կողմերը գան համաձայնության, ապա դրանք հնարավոր է փոխանակել իհարկե որոշակի իրավական նորմեր պահելով։ Ինչպես է Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու վերաբնակեցում Արցվաշենում լուծելու կոմունիկացիաների խնդիրը, հաշվի առնելով հանգամանքը, որ ամեն անգամ Արցվաշեն գնալ գալը նշանակում է հատել Ադրբեջանի սահմանը։
Ինչ նախադեպեր կան աշխարհում։ Արցախաշենը այս պահին ըստ էության մշտական բնակչություն չունի, սակայն ադրբեջանցիները ակտիվորեն օգտագործում են նրա գյուղատնտեսական հողերը, այդ տարածքով անցնում է տեղական նշանակության ճանապարհ, որը կապում է ադրբեջանական բնակավայրերի իրար։ Բացի այդ, այնտեղ առկա է ջրամբար, որը ադրբեջանցիները օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով։ Բնակեցումը որոշակի խնդիր է առաջացնելու, քանի որ ոչ միայն պետք է բնակիչները ապահովեն որոշակի պայմաններով, այլ նաև պետք է ունենան կապ հիմնական իրենց երկրի հիմնական տարածքի հետ, եւ դա եւս որոշակի խնդիր է։ Ինչ ռեժիմով է այդ կապը ապահովելու, ինչ ճանապարհներ են տրվելու, քանի որ ռելիեֆը բավականին բարդ է տվյալ հատվածներում, ապա նաև ճանապարհի խնդիրը լուրջ է լինելու։ Դա դժվար թե ուղիղ գծով ճանապարհ կարողանան ապահովել։ Երբ խոսում ենք միջազգային փորձի մասին, աշխարհում գոյություն ունեն մոտ 20 երկրներ, որոնք ունեն անկլավներ։ Նրանց հիմնական մասը Եվրոպայում եւ Ասիայում է, իհարկե անկլավներ ունեն նաեւ Ամերիկան եւ Կանադան իրար միջև, եւ բայց շատ հատկանշական է, որ ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, որ երկու երկրներ միմյանց միջև ունեն, կարելի ասել, տասնամյակների հասնող կոնֆլիկտ, եվրոպական երկրները արդեն լուծել են իրենց մեջ այդ կոնֆլիկտները եւ ի հաշիվ նրա, որ նրանք գտնվում են նույն վիզային գոտում, չունեն ըստ էության սահմանային վերահսկողություն, ապա անկլավների գոյությունը մեծ խնդիրներ չի առաջացնում։ Նմանատիպ կոնֆլիկտային վիճակ անկլավների հետ կապված առկա է միջինասիական երկրներում, որոնք անգամ մինչև վերջի տարիները այնտեղ բախումներ էին արձանագրվում եւ այնտեղ էլ խնդիրը դեռ իր վերջնական լուծումը չի ստացել, բայց պետք է հասկանալ, որ անկլավների խնդիրը ամբողջ աշխարհում միշտ պահանջում է երկարատև եւ բարդ լուծումներ, դա մի քանի տարվա լուծելու խնդիր չէ, անկլավների խնդիրը կարող է լուծվել անգամ տասնամյակներով։ Մայրաքաղաքի Քանաքեր Զեյթուն համայնքում վարձակալության բնակվող Մարտիրոսյանների բազմանդամ ընտանիքի պատմությունը շատերին էր հուզել։ Հատկապես փաստը, որ անչափահաս 6 երեխաներ ունեցող ընտանիքը չունի ապրուստի նույնիսկ տարրական պայմաններ։ Այս առնչությամբ բազմաթիվ զանգեր եղան մեր խմբագրությունը, սակայն կառանձնացնեմ մեր հեռուստադիտողներից մեկի զանգը։ Նրա ասելիքը տարբերվում էր մյուսներից։ Կին հեռուստադիտողը նշում էր, թե ուշադրությամբ դիտել է նախորդ տեսանյութը ու նկատել, որ տան տղամարդու պահվածքը համարժեք չէ նրա սոցիալական վիճակին։ Ճշգրտող հարցին, թե հատկապես ինչ նկատի ունեք, պատասխանեց. Նրա խոսքում ու պահվածքում չարդարացված մունատ կար։ Երկի յուրաքանչյուր ոք սեփական տեսակետ ունենալու իրավունք ունի, բայց արդյոք չեք կարծում, որ Համլետի մոտ ինքնապաշտպանական բնազներ արտնացել։ Ամեն կերպ ուզում էր ցույց տալ, որ ինքը անճար ու անբաշար տղամարդ չէ, ուղղակի հանգամանքներն այդ կերպ դասավորվել։ Ամենայն դեպս նման ընտանիքների հետ շփման մեր հարուստ փորձը հենց այդ մասին է վկայում։ Մեզ հետ համագործակցող ընկերություններն ու անհատները եւս Համլետի վարքագծի մեջ ոչ մի սարսափելի բան չեն տեսել ու շտապել են օգնության ձեռք մեկնել։ Հիշում եք, պատմել էինք, որ ձմռանն ընդառաջ Մարտիրոսյանները ջեռուցման հետ կապված խնդիր ունեին։ Խնդիրը լուծվեց։ Բարի մարդիկ նվիրեցին էլեկտրական տաքացուցիչ։ Ոչ միայն։ Բազմոց, բազկաթոռ, հեռախոսներ, հագուստ, տնտեսական ապրանքներ, սնունդ, հիգիենայի պարագաներ։ Մի խոսքով երեխաների ուրախությանը չափ չկար, ծնողները եւս խանդավառված էին, օրհնում էին իրենց օգնողներին։ Ու եթե հաշվի առնենք հանգամանքը, որ բանկային քարտի մեծ փոխանցումներ են եղել եւ որ մեր գործընկերները ընտանիքին նաեւ արձեռն գումար են տվել, կարելի է վստահությամբ պնդել, որ Մարտիրոսյանների ընտանիքում դժվարությունների շրջանը այլևս անցյալում է։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Բարության ջերմությունը» տեսանյութը։ Քանաքեր Զեյթունում վարձակալությամբ բնակվող Տաթևն ու Համլետը մեր նախորդ հանդիպմանը պատմում էին 6 անչափահասներին դժվարությամբ մեծացնելու կենցաղային ու սոցիալական բազում խնդիրների մասին։ Այս ընտանիքի հուսահատությունը փարատելու նպատակով կրկին նրանց տանն ենք, այս անգամ փոխանցելու մեր գործընկերների ուղարկած նվերները, որոնց փոքրիկները անհամբերությամբ էին սպասում։ Այսօր իմ աղջիկս անգել է դպրոցից ու ասում է ես չեմ մնում արդեն դասի, ուզում եմ գամ տուն, որովհետև գիտեր, որ դուք գալու եք այսօր։ Տաթևը մեր նախորդ զրույցի ընթացքում պատմում էր, որ ընտանիքի համար հիմա առաջնայինը ջեռուցման խնդիրը լուծելն է։ Առջևում ձմեռն է, իսկ փոքրիկների առողջությունը ամենախոցելին է։ Այս նպատակով էլ խաղահրապարակների կանաչապատմամբ եւ ռետինապատմամբ զբաղվող երեխաների համար անվտանգ ու առողջ միջավայր ստեղծող Arix Group-ը Մարտիրոսյաններին էլեկտրական տաքացուցիչ նվիրեց։ Հայր ու որդի շտապեցին միացնել այն։ Հիմա Ջոն, լպայեսի։
որը որ ես ունեի, դրանից շատ լավն է, որ իմ արդեն ոչ մի բան էր, ոչ սարքին վիճակում էր, սա ավելի լավն է եւ ավելի հարմար, քանի որ իմ փոքրիկս կլինի անվտանգ։ Մեր մյուս գործընկեր Բազմոց գրուպն էլ հոգաց նրբաճաշակ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոցի կարիքը։ Ոգևորված էին տան հնամաշ իրերը փոխարինում նորերով։ Ես ուրախ եմ, որ մեզ բազմոց եք բերել, որովհետև նա բացվող է եւ ես եղբայրս կքնենք նրա վրա արդեն։ Արգավանդեեմն էլ ոճային ու գեղեցիկ բազկաթոռ հասցրեց երեխաներին, ինչը եւս դարձավ նրանց սիրելի անկյուններից մեկը։ Չկա տենց ինչ-որ մի բան, որի քիչ էր սպասված կամ ավելի շատ։ Հեռախոսներով փոքրիկներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Սմարթֆոններ էին ուղարկել Արտյոմին ու Լարիսային։ Երեխաների աչքերը երջանկությունից փայլում էին։ Շնորհակալ եմ շատ ձեզ, որ երազանքը կատարեցիք, որ ինձ հեռախոս նվիրեցիք, որովհետև ես շատ երկար ժամանակ ուզում էի իմ սեփական հեռախոսը ունենալ։ Ընտանիքին իրենց աջակցությունը հայտնելու են եկել նաև դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչները։ Անհրաժեշտ դրամական օգնություն էին բերել նրանց ֆինանսական խնդիրներն ու պարտքերը մարելու համար։ Համլետ ջան, ցանկանում ենք ձեզ ամենալավն ու բարին, որ երեխաներին հասցնեք իրենց նպատակին, առողջ լինեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ ապահովեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը։ Ամբողջ ընտանիքին հրավիրեցին ամենամեծ ջրային զվարճանքների գոտի, մեծ լողավազաններով, ջակուզիներով ու մանկական խաղահրապարակներով։ Գիտենք, որ բազմազավակ ընտանիք ունենալը, պահելը, երեխաների մասին հոգ տանելը շատ բարդ է։ Փորձեցինք երեխաների զվարճանքի մի փոքր կտոր վերցնել մեզ վրա եւ ձեզ սիրով հրավիրում ենք Ակվատեկ սպորտային ջրային համալիր լավ ժամանց անցկացնելու։ Հաջորդ օրը արկածներ սիրող երեխաները լողում, խաղում ու լիաթոք ծիծաղում էին, լիարժեք վայելելով հեքիաթային իրականությունը։ Օրվա վերջում վայելեցին նաև ընկերության համեղ հյուրասիրությունը։ Դժվարին կացության մեջ գտնվող ընտանիքին մեր գործընկերները նաև սննդամթերքով օգնեցին։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու եւ կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, բարձր պահելով թե համի, թե որակի նշաձողը։ Հոգաչափ շնորհակալություն եմ հայտնում, որ կարողացան եւ իմ բալիկներին աջակցել, ուրախացնել իրանց ուղարկած նվերներով, մթերքներով։ Առողջ ծննդի հարցն էլ հոգաց Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ բուժիչ հատկություններով մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներ էր ուղարկել երեխաներին։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կետչուպ, մայոնեզ, կարագ, բուսայուղ, բնական բաղադրիչներով խմորիչներ։ Մեծաքանակ էր օգնությունը։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, ամեն ինչ առողջ ու համեղ սնվելու համար։ Համլետ ջան, Արաքս թռչնաֆաբրիկան բազմիցս օգնել է հայ կարիքավորին եւ այս անգամ փորձեցինք ձեր օգսը թեթևացնելու համար ձեզ բերել Արաքս թռչնաֆաբրիկայի տեղական արտադրանքներից կիսաֆաբրիկատներ եւ մսատեսականին։ Հուսամ կհավանեք։ Շնորհակալ եմ։ Եվ իհարկե այս աջակցությունը լիարժեք չէր լինի առանց երեխաների սիրելի քաղցրավենիքի։ Փոքրիկների անուշեղենի պաշարը լրացրեց Տավուշ Սվիտ ընկերությունը։ Ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել նաև Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը։ Շատ եմ սիրում քաղցրավենիքներից ռոլետ ու թխվածքներ։ Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մաքրող միջոցներով ու տնտեսական ապրանքներով։ Նրանք նաև ֆինանսապես աջակցեցին Մարտիրոսյաններին։ Շատ թեթևացրեցին մեր հոգսերը, որովհետև երբ որ այս ամեն ինչի վրա գումար չծախսենք, արդեն կարող ենք այդ գումարը ծախսել մեկ այլ բանի վրա։ Որ սուտ չասեմ, երբ միջև ամառ կօգտագործեմ ես սա։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէին կարել։ Կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր, նաև տետրեր էինք տարել։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Edit Print ընկերությունը։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Սաղից գոհ շնորհակալ եմ, որ ասենք եկան, բերին, օգնեցին, թե փողով, թե փոխանցում, թե սնունդից, թե գույքից, բոլորից էլ շնորհակալ ենք։ Դուք կանգնեցիք իմ
եւ իմ կողքին եւ իմ փոքրիկների կողքին եւ դուք եղաք առաջին մարդը իմ կյանքում, որ նկատեցիք մեզ։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը հաջողությամբ ու ապահով տեղափոխեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգար ընկերության շնորհիվ։ Մեր հավատարիմ հեռուստադիտողները եւս մասնակցեցին հերթական բարեգործությանը։ Հաղորդումից ժամեր անց Տաթևն ու ամուսինը բանկային քարտին դրամական մեծ փոխանցումներ են ստացել ու մի պահ զարմացել։ Հաշվի համարի վրա գումարները փոխանցվում։ Դա այն կարգի էր, որ մեզ զանգահարեցին բանկից ու ուզում էին ճշտային թե ինչ է կատարվում, ինչ գումարներ են փոխանցվում։ Հավաքը գրված գումարները ամուսինները կուղեն նախ կուտակած պարտքերի մարմանը, ապա Արտյոմի ուսմանը։ Թատերական խմբակի մասին այդքան երազող փոքրիկ տղան վերջապես կկարողանա իր նպատակն իրագործել։ Արդեն համոզված է անիրական թվացող երազանքներ չկան, վախն ու հուսալքությունը արագ անհետանում են, երբ կողքիդ են սրտացավ ու կարեկից մարդիկ, որոնք պատրաստ են օգնել եւ հավատալ ուժերիդ քեզնից առավել։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Արդյունքում ես ու տեսնում, որ հաշիվ է։ Դատաշկ է։ Hello Beat այս անվանումն ուներ վերջին ժամանակների թրենդը։ $1200 եմ ներդրել, դեռ մի բան էլ, որ ճիշտն ասեմ, վարկի է վերցրել այդ գումարը։ Բուրգը պայթեց, այլ կերպ ասած, հարթակում երբեմնի ներդրումներ կատարողները փաստացի խարդախության զոհը դարձան։ Հազարավոր մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Սովորաբար այս տեսակ բուրգերը մինչև 5 ամսվա կյանք են ունենում։ Եկամուտ իրենց վրանում է, իրենց կողմից հրավիրված անձանց հաշվին։ Comeback հետ վերադարձ են երբեմն ունենում, նույնիսկ հնարավոր է սա տարիներ անց տեղի ունենա։ Իրականում ռեալ գումար տալիս են սկզբից։ 5-ից 6 մեծ եւ տասնյակ փոքր բուրգեր են գործել։ Կրիպտո արժույթների դրամապանակները չեն կարողանում նույնականացնել։ Կարող են նաեւ այլոց բուրգ բերել, ահա թե ինչ մեխանիզմ է այստեղ աշխատում։ Իրականում այդ գումարը նկարած գումար է միշտ եղել։ Զգացողություն, որ հեռացել ես մարդկանցից կամ օտարվել ես հասարակությունից։ Հոգեբանական վիճակը ծանրացնող մի գործոն է ավելացել՝ պատերազմները։ Իշխանության կատարողների մեջ բավականին մեծ տոկոս է կազմում պատերազմով անցածները։ Չի համարվել, որ սա կարևոր խնդիր է բանակի մարտունակությունը պահպանելու։ Ում են սովորաբար մասնագետի կամ բուժ հաստատություններ այն դեպքում, երբ որ կա ֆիզիկական վնասված։ Պարզվում է, զորամասերում լինում են հոգեբաններ։ Չունենք մասնագետ, որը գիտական կոչում ունի։ Աղետի ամենօրյա սպասումները բավարար էին մարդկանց հավասարակշռությունից տևական հանելու համար։ Ով գտավ կամ չգտավ մասունքները, մեղքի զգացումն է։ Գուցե կարող էին մի բան ավելի անել, որը չարեցին։ Որ չի կարողացել իր անկերոջը դուրս անել այդ տեղից։ Երբևէ լսել եք Hello Beat տերմինը։ Վստահ եմ, որ մեր հեռուստադիտողների շատերը չեն լսել ու կարող են իրենց երջանիկ համարել, որովհետև ոչինչ չասող այդ տերմինը իրականում կիբերխարդախության նոր տեսակ է, իսկ ավելի կոնկրետ ֆինանսական բուրգ, որտեղ մարդիկ, միամիտ մարդիկ ներդրումներ էին անում ունեցածից անգամներով ավելին ստանալու ակնկալիքով։ Չեմ էլ հիշում, թե քանի անգամ եմ այս ամբիոնից նմաններին զգուշացրել, որ ձրի պանիրը միայն թակարդում է, բայց չեն լսում։ Չեն լսում, որովհետև հեշտ փողերը մագնիսական ուժ ունեն։ Ինչ նկատի ունեմ հեշտ փող ասելով։ Բանն այն է, որ այսօրինակ հարթակների կողմից առաջարկված օրական տոկոսները, որոնք որպես եկամուտ ներդրողը իբր հետ է ստանալու, կարող է հասնել մինչև 3-ի, այսինքն ամսական 90% եկամտաբերություն, որ բանկը ներդրած ավանդի համար ամսական 90% եկամտաբերություն կապահովի։ Հետևաբար կարելի է պատկերացնել, թե ինչպես են հեշտ փողերի սիրահարները ինքնակամ հայտնվում խարդախների լարած թակարդում։ Ստացեք ձեր գումարները։ Վայելեցիք։ Երբ եւ ոչ։ Ամիսներ անց պարզվեց, որ Hello Beat-ով փող կանխկացնել այլևս հնարավոր չէ։ Իրավապահների տվյալներով Հայաստանում նման բուրգերը տարածվում են ահռելի տեմպերով։ Քաղաքացիների կորցրած գումարները տասնյակ 100,000-ավոր դոլարներով են հաշվում։ Ընդ որում, անցնող ամիսների եկամուտները հիմնականում աճել են այսպես կոչված հրավիրյալ մարդկանց ներդրումների շնորհիվ։ Այսինքն X անձը ներդրում է անում, Y-ին հրավիրում, վերջինի ներդրած գումարը X-ը ստանում է իբրև իր ներդրման տոկոս։ Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ հանցագործների հետքին դուրս գալը չափազանց դժվար է, իսկ կրկնահանցագործության ռիսկը բավականին մեծ։ Նկատի ունեմ հանգամանքը, որ խարդախները այնքան լավ են ուսումնասիրել իրենց զոհերի հոգեբանությունը, որ գումարները հափշտակելուց հետո չեն էլ փախչում, որոշ ժամանակ անց հայտնվում են եւ ասում, թե բա ներդրող ջան, պետք է հարկեր վճարես։ Այ եթե փոխանցումն էլ կատարես, նախկին ներդրումներդ տոկոսներով կվերադարձնեմ։ Չեք հավատա, բայց
ներդրողները այս խայսնել են կուլ տալիս։ Մի խոսքով, Հայաստանը մերօրյա բենդերների համար դարձել է արագ հարստանալու հրաշալի վայր։ Իսկ ինչ է մտածում վերահսկողները, որևէ քայլ պատրաստվում են անել, թե էլի գրավորական կեցվածք են ընդունելու։ Այս եւ այլ հարցերի պատասխանները Էդուարդ Պողոսյանի, երբ ներդրումը դառնում է հանցագործություն, տեսանյութում։ Երբ ինչ-որ մեկն ասում է 100,000 դրամ ներդրում, արա մեկ ամսից կունենաս կես միլիոն, թվում է թե երազ է։ Եվ հենց այսպես, ինչպես առավել հաճախ լինում է երազների դեպքում, արթնանում ես ու տեսնում, որ հաշիվդ դատարկ է։ 24 ժամում 2.3 միլիոն գործարք, դրանց ընդհանուր արժեքը 530 միլիոն դոլար, տարեկան 60,000 նոր օգտվողներ։ Գրավիչ այս թվերն էին մարդիկ տեսնում առաջինը։ Hello-Bit այս անվանումն ուներ վերջին ժամանակների թրենդը, ներդրումների հարթակը, ավելի պարզ ֆինանսական բուրգը։ Ներքին գործերի գերատեսչությունը դեռ սեպտեմբերին էր պաշտոնապես զգուշացրել, զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց, եւ ահա, ինչպես մեդիա մասնագետներն են բանաձևում, բուրգը պայթեց, այլ կերպ ասած, հարթակում երբեմնի ներդրումներ կատարողները փաստացի խարդախության զոհը դարձան։ Ոչ ներդրած գումարները, ոչ էլ առավել եւս դրանց տոկոսները այլևս հնարավոր չեղավ կանխիկացնել։ $1,200 եմ ներդրել, դեռ մի բան էլ, որ ճիշտն ասեմ, վարկ էի վերցրել այդ գումարը։ Չգիտեմ էլի ինչը ստիպեց, երևի որ շատերից տեսել էի, չգիտեմ ինչ ուղեղից փչեց, որ ես էլ անեմ։ Ընդ որում ամբողջ ընթացքում զգացողություն ունեի, որ փակվելու է, կողքից էլ ասել էին, վախը սրտումս է, բայց մտածեցի տարվա վերջ կհանեմ էլի ամբողջ գումարս։ Էն էլ մի խոսքով։ Հազարավոր մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Սուրանկյանը պատմում է, մեր զրույցին զուգահեռ այս պահին էլ մի քանի ֆինանսական բուրգ շարունակում է գործել։ Նրա գնահատմամբ արդեն պայթած բուրգի համեմատ փոքր են, բացի այդ Hello-Bit կոչվածը դաշտ եկավ ագրեսիվ։ Սովորաբար այս տեսակ բուրգերը մինչև 5 ամսվա կյանք են ունենում, սակայն Hello-Bit-ցիները արագ եկան, արագ գնացին, ասել է թե անհետացան։ Ինչ են անում, մարդկանց առաջարկում են շատ մեծ եկամուտ, աննորմալ իրականում եկամուտ, օրական 2-3% վերադարձ, հիշենք, որ օրինակ բանկերում, եթե դուք ավան դնեք, 10% տարեկան է, այսինքն հասկանալի է, որ սենց վերադարձ չի կարող լինել ուղղակի նորմալ, բայց մարդիկ սկսում են վստահել, որովհետև իրականում ռեալ գումար տալիս են սկզբից։ Իսկ որտեղից են ներդրողները սկզբնական շրջանում ստանում ռեալ գումարը, ինչպես ձևակերպում է մեդիա փորձագետը, կամ այլ կերպ ասած տոկոսները։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանն է մանրամասնում, բացի հավելյալ եկամտի ակնկալիքով անձամբ փող ներդնելուց, կարող են նաև այլոց բուրգ բերել, ահա թե ինչ մեխանիզմ է այստեղ աշխատում։ Քաղաքացիներին հորդորում են այլ քաղաքացիներին եւս ներգրավել եւ սկսում են գումարների գոյացումը։ Առաջի բուրգում, առաջի հատվածում գտնվող անձինք սկսում են եկամուտ ունենալ, բայց այդ եկամուտը ոչ թե տրամադրում է տվյալ ֆինանսական բուրգը, այլ եկամուտը իրենց գոյանում է իրենց կողմից հրավիրված անձանց հաշվին, այսինքն իրենց մտերիմների հաշվին։ Եվ այսպես գալիս է մի պահ, երբ հավաքված ներդրողների ընդհանուր թիվը, հետևապես բուրգի ֆինանսական միջոցները մեծ են լինում։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը չի բացառում նաև ճիշտ հակառակ սցենարը։ Բրգագործներին էլ մնում է միայն հափշտակել ամբողջ բյուջեն։ Hello-Bit-ը հենց առաջին օրինակով պայթեց։ Այս պարագայում հիմնականում կրիպտոակտիվների միջոցով էին իրականացնում, այսինքն տալիս էին կրիպտոդրամապանակի հասցե, քաղաքացիները ուղարկում էին այդ հաշվեհամարին կրիպտո եւ դրա հիման վրա տրամադրում էին համապատասխան կամ ծրագրային ապահովում կամ վեբկայք, որտեղ որ յուրաքանչյուր անհատ ունենում էր իր մուտքանունը եւ գաղտնաբառը։ Մտնելով իր էջ, այսպես ասած, այնտեղ քաղաքացին տեսնում էր գումար, բայց իրականում այդ գումարը նկարած գումար է միշտ եղել, այսինքն երբ անհրաժեշտ է եղել որոշակի տոկոսներ վճարել քաղաքացիներին, իրենց հաշիվներում, իրենց ձեռքի տակ գտնված հաշիվներից են փոխանցել եւ այդ վեբ կայքերում կամ ծրագրերի մեջ նկարած գումարից մինուս են արել։ Ներդրողը իր գումարներն այլևս չի կարողանում հետ ստանալ, բայց խարդախներն այսքանով չեն բավարարվում։ Իրենց զոհի սահմանագիր
գիծը հատած անվստահությունից չեն վախենում, comeback հետ վերադարձ են երբեմն ունենում, նույնիսկ հնարավոր է սա տարիներ անց տեղի ունենա։ Վերադառնում են ու հայտնում, որ եթե որոշ հարկեր տոկոսներ վճարեք, կորցրածը հետ կստանաք։ Հափշտակության մի վերջին ակտ է։ Իրական սա միջազգային թիմեր են, սովորաբար նույն երկրում բուրգ չեն բացում, տենց միջ սահմանային աշխատում։ Այսօր այս բիզնեսի մեջ բարիս բուն իմաստով տասնյակ հազարավոր մարդիկ են նստած աշխարհում։ Շատ եկամտաբեր է, շատ քիչ շանս կա, որ կբռնեն։ Կրիպտո արժույթների դրամապանակները չեն կարողանում նույնականացնել։ Ինքն եթե սովորական դրամապանակները մեզ հայտնի դրամապանակները հեռախոսահամարով, անձնագրով կամ չգիտեմ բանկային քարտերով կցվում են, հնարավոր է նույնականացնել, կրիպտո արժույթների դրամապանակները չեն նույնականացվում։ Այսինքն դա հնարավոր չի պարզել այդ դրամապանակը ումա պատկանում որպես այդպիսին։ Եվ Telegram-յան նիկնեյմերը էլի չեն կարողանում նույնականացնել եւ գտնել անձին, ով կանգնած է դրա հետևում։ Ֆինանսական բուրգերը հիմա մեր երկրում ներքին գործերի գերատեսչության ձևակերպմամբ ահռելի տեմպով տարածվում են։ Վերջին գրեթե կես տասնամյակի ընթացքում Հայաստանում 5-ից 6 մեծ եւ տասնյակ փոքր բուրգեր են գործել։ Այս գործերով դժողի համար էական իր գումարի հետ վերադարձնա։ Սակայն այստեղ կիբերխարդախներն իրենց բախտի վրա դարձյալ խաղադրույք են կատարում։ Զոհերի ականջին տեղեկություններ են հասցնում, որ եթե դիմեն իրավապահներին, ապա առաջնահերթ կվնասեն նախ իրենց։ Ներքին գործերի պաշտոնյան հանգստացնում է, չկա նման բան։ Հայկ Մկրտչյանը թվային տվյալներ է ներկայացնում։ Գոնե վերջին Hello-Bit-ի հետ կապված ոստիկանությունում այժմ տասնյակից ավելի հաղորդումներ կան, արդեն նախաձեռնված քրեական վարույթներ։ Ցանկացած ֆինանսական բուրգ, որոնք որ իրենք գովազդ են, այդ բուրգի համար օրինակ վարձակալ են գրասենյակներ, այդ գրասենյակների միջոցով փորձեն քաղաքացիներին ներգրավեն, նշված անձինք օրենքի առջև ունենան խնդիրներ։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր մտել են ֆինանսական բուրգի մեջ, 1-2 անձ են հրավիրել, այսպես ասած, թե իրենք եկամուտ ունենալու ակնկալիքով, թե տվյալ անձանց օգնելու նպատակով, բնականաբար նշված քաղաքացիները օրենքի առջև խնդիր չեն ունենա։ Ինչ վերաբերում է դատական պաշտպանությանը, փաստաբանն այն համոզմունքն ունի, որ այնուամենայնիվ գործընթացն արդյունավետ չէ։ Թամարա Բաղդասարյանը հիշեցնում է, բուրգերի հանցախմբերը հիմնականում երկրի սահմաններից դուրս են գործում, իսկ այս շղթայի մեջ իր բառերով մեկ է քաղաքացու համար էականը կորցրածը վերադարձնելն է։ Բայց այստեղ մենք նաև այլ խնդիր ունենք, տեսեք, դժողով ներգրավել այդ ամեն ինչի մեջ իր մտերիմներին, հարազատներին, ընկերներին եւ փաստացի այդ մարդիկ դժել են, պատկերացնում եք, հոգեբանական առումով այդ անձի նկատմամբ վերաբերմունքը, որտեղ յուրաքանչյուրը դիմելու է այն անձին, ում միջոցով ինքը հայտնվել է այդ բուրգի մեջ։ Ու հենց այստեղ ինչ է պետք անել փլված բուրգի ծանրությունը չզգալու համար։ Առանցքում ըստ մեդիափորձագետի նույն մարդն է իր ընկալումներով, որոշումներով։ Այստեղ կարևոր է, որ դպրոցից մարդ հասկանա, այսինքն մարդ կարողանա ինքնուրույն գնահատել, թե որքան կարող է լինել իրական եկամուտը, որ պահից է դա դառնում ինչ-որ շատ տարօրինակ։ Ի դեպ, մեր եկող տարվա պետբյուջեի խորհրդարանական քննարկումների եւ Hello-Bit-ի կողքին ծանրակշիռ տեղ ունի նաեւ այն, ինչ գրանցվեց բանկային համակարգում։ Քարտապաններն արթնացան, հեռախոսների էկրաններին տեսան, կարդացին, որ փաստորեն գիշերը երբ քնած են եղել, իրականում խանութում առևտուր են արել, իսկ այսպես ասենք ավելի իրականում պարզապես իրենց գումարներն անտեղի գանձվել էին, ընդ որում ճիշտ նույն չափ, որքան ասենք մեկ ամիս առաջ X խանութում գնում էին կատարել։ Քաղաքացին մոտեցել է վճարում կատարի, վստահ լինել, որ իր հաշվին կա գումարը ու նշված գումարը բացակայել է։ Ինչ է ստացվում։ Կարող մտածել, որ օրինակ բանկը տվյալ պահին դեֆիցիտ է ունեցել կամ կարևոր գործարք է ունեցել կատարելու, ենթադրենք ու կարողացել է գիշերվա այնպիսի ժամի, այս խափանումը կամ համակարգը իրականացվել է հենց այնպիսի ժամի, որ օրինակ քաղաքացիները չէին կարող ստուգել ու տեսանելի չէր լինի։ Ֆինանսական բուրգեր, կիբերհարձակումներ, բանկային խափանումներ, թվային աշխարհում մեր ամենօրյա ռիսկերի թափանիվը պատտվում է նույն տեմպով, ինչ արագությամբ տեխնոլոգիան է զարգանում, սակայն այս պատմությունների կորուստների հետևում այդ նույն թվային աշխարհի ռոբոտները չեն, այլ իրական մարդիկ, որոնք փաստի առջև միայնակ են կանգնում, խարդախության արարից հետո երբեմն լրիվ մեջկացած։ Էդվարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Նկատել եք, որ երբ երիտասարդի ինքնասպանության մասին գույժ ենք լսում, առաջինը փորձում ենք հասկանալ, արդյոք 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Սա կարծես դարձել է օրինաչափություն։
Հերթական ողբերգությունը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին, երբ ինքնասպանություն գործեց Արցախցի 29-ամյա երիտասարդը, որին հարազատները օրեր շարունակ փնտրում էին։ Վստահ եմ, որ մեր հասարակությունում դեռ կան մարդիկ, ովքեր նման դեպքերի մասին լսելով մեղքի զգացում են ունենում, մտածելով, որ գուցե հենց իրենք կարող էին այդ երիտասարդի համար դեղ ու դարման լինել ու բանը չհասներ դրան։ Սակայն եթե մեր դեպքում մեղքի զգացում ասված, այսպես ասեմ, աներևույթ է իրացիոնալ, պետության մեղքը ամենևին էլ վերացական չէ։ Կարծում եմ մեծ բացատրությունների կարիք չկա, բայց մի քանի փաստ նշեմ։ Գաղտնիք չէ, որ պատերազմից վերադարձած զինվորը երկար ժամանակ ունենում է հետտրավմատիկ ստրեսային խանգարում, դեպրեսիա, անքնություն ու անհանգստություն։ Այդ ցավը ժամանակի ընթացքում չի անցնում։ Այն պահանջում է կայուն ու երկարաժամկետ հոգեբանական աջակցություն։ Ընդ որում այդ օգնությունը բարեգործություն չէ, այլ պետության ուղիղ պարտականությունն է։ Չէ՞ որ եթե զինվորին ուղարկում ես ճակատ, պարտավոր ես նաև նրան լիարժեք վերադարձնել կյանք։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վետերանների համար գործում են պարտադիր վերականգնողական կենտրոններ, որտեղ նրանք ստանում են հոգեբանական եւ սոցիալական աջակցություն։ Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Իսրայելում զինվորների հոգեբանական օգնությունը համարվում է ոչ թե արտոնություն, այլ ծառայության շարունակություն։ Այդ երկրներում չկային ընկալումը, թե պատերազմը ավարտվեց, ուրեմն խնդիրն էլ անցավ։ Նրանք գիտեն, եթե հոգեկան վերքը չբուժվի, այն վերադառնում է ավելի վտանգավոր ձևով։ Պատերազմի հոգեկան տրավմաները բուժելու համար միջինը 3-ից 5 տարի է պահանջվում։ Իսկ ուշացած կամ ընդհատված բուժման դեպքում տրավման կարող է պահպանվել նվազագույնը 10 տարի, որոշ վետերանների մոտ մինչև կյանքի վերջ։ Օրինակ Վիետնամի պատերազմի վետերանների հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց զգալի մասը ժամանակին չստանալով անհրաժեշտ աջակցություն 40 տարի անց էլ չեն կարողացել հաղթահարել հոգեկան խնդիրները։ Ու եթե հաշվենք առնում փաստը, որ հոգեբանական օգնությունը ֆինանսապես անհասանելի է պատերազմի մասնակիցների մեծ մասի համար, բարձ է դառնում, թե ինչու պետք է պետությունը հոգա իր զավակների բուժման ծախսերը։ Իդեպ այդ տղաներից շատերն են հիշում Սիլվեստր Ստալոնեի մարմնավորած Ռեմբոյի խոսքերը։ Ուզում եմ, որ հայրենիքս ինձ սիրի այնպես, ինչպես ես եմ նրան սիրում։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Զինվորի կռվող սիրտը» տեսանյութը։ 2024 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 853 դեպք է եղել։ Գերակշռ են փորձերը 674։ Ծայրահեղ այս քայլին մարդկանց դրդող պատճառները բազմազան են, բայց վերջին տարիներին հոգեբանական վիճակը ծանրացնող մի գործոն էլ է ավելացել՝ պատերազմները։ Նախորդ օրերին 2 ողբերգական դեպք եղավ, երբ 44-օրյա պատերազմի մասնակից կամավորականներ ինքնասպան եղան։ Վստահ եմ, որ եթե պրպտելու լինենք վիճակագրությունը, սուիցիդի դիմաց անձանց շրջանում կբացահայտենք բազմաթիվ նման անձանց։ Ցավոք այս ուղղությամբ որևէ մասնագիտական խոր ուսումնասիրություն Հայաստանում չի արվել։ Պատերազմի մասնակիցները կամ անտեսում են իրենց սիմպտոմները, կամ մտածում են, թե կանցնի, կամ հիմա ոչինչ, որ այս կետն էլ ունեմ, եւ իրանք դիմում են սովորաբար մասնագետի կամ բուժ հաստատություններ այն դեպքում, երբ որ կա ֆիզիկական վնասվածք, հա, որտեղ ֆիզիկական վնասվածք ինքը ավելի նյութական է, երևացող է եւ իրենց կարծես ավելի շատ է անհանգստացնում։ Լիանան այն մասնագետներից է, ով պետական եւ մասնավոր նախաձեռնությունների շրջանակում աշխատել է պատերազմի տասնյակ մասնակիցների հետ։ Մարդիկ հիմնականում ունեցել են ծանր վնասվածքներ եւ զուգահեռ հոգեբանական վերականգնում են անցել։ Հոգեբանական ռեհաբիլիտացիայի ենթարկված պատերազմի մասնակիցներին կարելի է մի քանի խմբի բաժանել։ Ահավասիկ խմբերից մեկի ընդհանուր ախտանիշները։ Երզգոնության ռեակցիաներն են, իդեպ, որը հնարավոր է մինչ այսօր բավականին ակտիվ է, այսինքն երբ որ մարդիկ ավելի դյուրագրգիռ են դառնում, չեն կարողանում երկար նույն վայրում մնալ։ Այսինքն ընդհանուր sense գեր ակտիվություն եւ ագրեսիվ որոշակի դրսևորումներ կարող է լինել կամ հենց սոցիումում հարմարվելու հետ կապված խնդիրներ ունենալ։ Իսկ ինչ հոգեբանական օգնություն են ստանում պրոֆեսիոնալ սպաները եւ պարտադիր զինվորական ծառայություն անցնողները, որոնք ծառայության մեջ են եղել հետպատերազմյան ժամանակահատվածում։ Պարզվում է, զորամասերում լինում են հոգեբաններ։ 10 տարի է, որ ներադրվե այդ զինվորական հոգեբանների ինստիտուտը։ Բայց խնդիրը նա է, որ մենք այդքան զինվորական հոգեբաններ մասնագետներ չունենք։ Շատ քիչ է։ Չունենք մասնագետ, որը գիտական կոչում ունի այդ կոդով զինվորական հոգեբանը, որպես որ ինքը կարողանա օրինակ դասախոսություն ու ասպիրանտներ պատրաստի, հայցորդներ պատրաստի եւ զարգացնի այդ ճյուղը։ Արևմուտքում օրինակ, որի չափանիշներին հիմա փորձում է համապատասխանել մեր երկիրը, կան հստակ ուղղորդումներ, պրոտոկոլներ, որոնցով պարտավոր է առաջնորդվել զորամասի հոգեբանը։ Վերջին 1 ամսում նշիր ինչքան է քեզ անհանգստացրել նշված երևույթը։
Հետաքրքրության պակաս այն բաների նկատմամբ, որոնք նախկինում հաճելի էին, զգացողություն, որ հեռացել ես մարդկանցից կամ օտարվել ես հասարակությունից։ Սա ամերիկյան PCL-5 հոգեբանական թեստն է, որը ակտիվորեն կիրառվում է Ամերիկայի բանակում։ Հոգեբանները տալիս են զինվորներին մոտ 20 հարց, տարբեր ձևերով գնահատում են պատասխանները եւ որոշում են անձը ենթակա է հոգեբանական վերականգնման թե ոչ։ Խոսքը վերաբերում է այն անձանց մասին, որոնք մարտական ծառայություն են անցել կամ մարտական գործողությունների են մասնակցել։ Հայաստանին պետք է կոնկրետ լուրջ մասնագիտական պատրաստված զինվորական հոգեբաններ, որոնք հենց տեղում պիտի աշխատեն զորամասերում զինվորների հետ, մարտական դիրքեր իջնելուց հետո պարտադիր ու ոչ միայն մարտական դիրքերի, պարզապես ծառայության մեջ գտնվող զինծառայողների հետ։ Խնդիրն այն է, որ այս հացը երբեք գիտական ռելսերի վրա չի դրվել։ Չի համարվել, որ սա կարևոր խնդիր է բանակի մարտունակությունը պահպանելու եւ պատերազմից տուն վերադարձածների հոգեխեղումը բացառելու համար։ 2023 թվականի գլխավոր դատախազի զեկույցի մեջ, եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ հենց ինքը բարձրաձայնեց այն հարցը, որ ինքնասպանության կատարողների մեջ բավականին մեծ այդ տարի բավականին մեծ տոկոս է կազմում պատերազմով անցածները։ Ժամկետայիններից շատերը հնարավոր է ավարտեն ծառայությունը, adekvat հոգեվիճակում վերադառնան տուն եւ հետո տարիներ անց արդեն պատերազմի թողած հետևանքներն իրենց զգացնել տան։ Մարդիկ դառնան ոչ adekvat։ Հետագայում ինքը արդեն հետտրավմատիկ ստրեսային խանգարման փուլն է գալիս, դա չի նշանակում, որ պարտադիր բոլորի մոտ պետք է լինի, այնտեղ մի տոկոս չէ, մի մասն է, որ կարող է առաջանալ։ 2-3 տարիների ընթացքում ստրեսացին հզոր ազդակների ազդեցություն մարդու հոգեկանի վրա, որի կարողությունները դիմադրողական անսահմանափակ չեն, եւ մենք հիմա մենք գործ ունենք շարունակական կամ կումուլյատիվ կուտակային ստրեսի հետ։ Հետտրավմատիկ ստրեսի մի ամբողջ բույլ են տանում այսօր արցախցիները։ Խոսքը միայն զինվորականների մասին չէ։ Մեծ հաշվով վերջին տարիներն Արցախի բռնի տեղահանված բնակչության համար ստրեսների մի ամբողջ շղթա էր։ Շրջափակման ամիսները, անորոշությունը, գերլարվածությունն ու աղետի ամենօրյա սպասումները բավարար էին մարդկանց հավասարակշռությունից տևական հանելու համար։ Գտավ կամ չգտավ մասունքները հուղարկավորեց, այնուհետև քանի որ 1-2 օր հետո պետք է տեղահանություն լինել, ստիպված եղան արտաշիրմում իրականացնել, տեղափոխելու խնդիր, որովհետև վառելիք չկար, տրանսպորտ, իսկ արդյոք կարող ենք անցնել այդ անցակետը եւ այդ բազմաթիվ ասեկոսները, որ տարածվել է, ցուցակներ կան, որ բոլոր տղամարդկանց ձերբակալելու են եւ տանելու են։ Արցախցիների մոտ անորոշությունն այս պահին էլ է պահպանվում, այսինքն նրանք ապրում են մի իրավիճակում, երբ հստակ զգացողություն ունեն, որ ոչինչ իրենցից կախված չէ, իրենց վերահսկողությունից դուրս է։ Եթե ժամանակին գոնե լիներ համապատասխան մասնագիտական աջակցություն այն մարդկանց, ովքեր հայտնվել են ստրեսային իրավիճակներում, գուցեև հնարավոր լինել որոշ չափով մեղմել հետմնասվածքային խանգարումների այդ չափը, բայց քանի որ չկային համապատասխան թվով հոգեբաններ, եթե անգամ լինեին, նրանք չէին կարող տասնյակ հազարավոր մարդկանց միաժամանակյա օգնություն ցուցաբերեին։ Մարդկանց ամենաշատը տանջող հոգեբանական խնդիրներից մեկը մեղքի զգացումն է։ Գուցե կարող էին մի բան ավելի անել, որը չարեցին։ Ինչ որ մեկին փրկել, ինչ որ մեկին օգնել։ Նույն խնդիրը զինվորների շրջանում է նկատվում։ Տղաներից մեկը պատմում էր, որ ինքը շատ վատ սարսափելի վիրավորումներ ուներ, հա, իսկապես ֆիզիկապես շատ վատ վիճակում էր նաև գտնվում, բայց ինքը մեղքի զգացում ուներ, որ չի կարողացել իր անկերոջը դուրս անել այդտեղից, բայց եթե մենք այսպես ռացիոնալ նայենք, ինքը ուղղակի ունակ չի եղել հանելու, հա, որտեվ ինքը այդ շատ զարմանալիորեն կարողացել է ուղղակի ողջ մնալ իրականում։ Առանձին թեմա է պրոֆեսիոնալ զինվորականների հոգեբանական վիճակը։ Խոսքը մարդկանց մի հատվածի մասին է, որը ոչ միայն պատերազմներից բխող անընդմեջ հոգեբանական ճնշումների ներքո է, այլև այդպիսի ճնշումների է դիմագրավում անձնական դաշտում, ինչն էլի կապված է մասնագիտության ընտրության հետ։ Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը կապվում են զինվորական ծառայությանը, շատ մարդիկ ընտանիքները բաժանվում են, որովհետև եթե երկու շաբաթ վերցնենք մարտական դիրքերից հետո գալիս են լավագույնը 7-8 օր այդ մարդը տանում ունի, բնականաբար այդ բացասական ազդեցությունը իմ աղջիկը, երբ որ ես
Ես վերադառնում եմ, ինքը չէր ճանաչում։ Զինվորականների հոգեբանական վիճակը պետք է դառնա բանակի մարտունակության ապահովման գործողությունների մի մասը, այնպես ինչպես մարզումները կամ զենքի գնումը։ Ինչ վերաբերում է պատերազմի մասնակիցներին, մասնագետների կարծիքով պետական մակարդակով կարելի է հրահանգել տեղամասային բժիշկներին լինել ուշադիր, եւ եթե պատերազմի մասնակից պացիենտի մոտ նկատվեն որոշակի ախտանշաններ, նրան ուղղորդեն այն կենտրոններ, որոնք պետության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ զբաղվում են հոգեբանական ռեհաբիլիտացիայով։ Արմեն Նաթալյան, Վահրամ Ավեյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ BMW-ի վարորդն էլ կորցնելով մեքենայի կառավարումը անցել է բաժանարար գոտու վրայով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, բախվել մյուս ավտոմեքենաներին։ Բայց ինչ ուզում եք ասեք, էս էլ հեշտ գործ չի։ Պետք է լիքը նրբությունների տիրապետես, որ կարողանաս մեքենաները անվնաս դուրս բերել։ Երկու մեքենաների բախման հետևանքով նաև այս բեռնատար Volvo-ն էր տուժել, բայց իհարկե սա չէր ամենասարսափելին։ Վթարի մասին ահազանգողը ամենևին էլ չէր խտացրել գույները, երբ ասում էր, թե Շամշան, շուտ հասի, խոշոր վթարի հետևանքով կարծես զոհ կա։ Նայելով այս արծաթագույն Մերսեդեսի առջևի հատվածին հեշտ չէ ասի, որ վարորդին մթնշաղը նեղել է։ Սենց վնասված միայն մեծ արագության դեպքում կարելի է ձեռք բերել։ Դանակարելը մեղմ ասված, հասցրել է դանակի 9 հարված, այդ ինչ կարգի պիտի լցված լինես, որ ձեռքդ 9 անգամ չդողա։ Ամուսինը սպանել է կնոջը, եղբայրը դանակարել է եղբորը, որդին խեղտամայ արել մորը։ Ցավոք նման վերնագրերի հաճախ ենք հանդիպում։ Ողբերգական ավարտով ընտանեկան վեճերը փաստում են, որ աստվածաշնչյան պատվիրանները խախտվում են ամեն քայլափոխի, վերանում են դարերով ձևավորված ավանդույթները, աղավաղվում է ընտանիք հասկացությունը։ Մի խոսքով, մեր աչքի առաջ կարմիր գծեր են ջնջվում։ Ու այդ գործընթացը այնպիսի արագություն է հավաքել, որ շավարած հանրությունը անզոր է որևէ հակակայլ առաջարկելու։ Արդեն դադարել ենք զարմանալ, իսկ դա ամենավտանգավորն է, որ կարող է մեզ հետ տեղի ունենալ։ Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկից դանակահարության վերաբերյալ ստացված ահազանգի հետքերով գնացած իրավապահները զարմացել են, երբ պարզել են, որ դանակահարողը իրենց գործընկերոջ կոչումով գնդապետի հայրն է, իսկ զոհը նրա նախկին կինը։ Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, սպանության պատճառը եղել է նախկին ամուսինների միջև ծագած կենցաղային վեճը, ավելի ստույգ տան շուրջ հարցերը։ Ճիշտ է, սեփականության իրավունքը անքակտելի է, պաշտպանված է սահմանադրությամբ, բայց արդյոք այն կարող է մարդուն կյանքի ձեռքելու պատճառ դառնալ։ Չէ՞ որ մարդը բարձրագույն արժեք է, համենայն դեպս էլի ըստ սահմանադրության։ Մեկ այլ արատավոր երևույթի մասին։ Աշտարակաբարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի մոտ բախվում են երկու Մերսեդեսներն ու Միցուբիշին, ինչի հետևանքով մի հոգի տեղում մահանում է։ Ու էլի շտապօգնության մեքենան դեպքի վայր է ժամանում առանց սավանի։ Արդեն առիթ ունեցել ենք ասելու, թե հոգեբանական տեսանկյունից որքան կարևոր է մահացածի մարմինը հնարավորինս շուտ ծածկելը։ Բայց ոչ։ Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը հերթական անգամ առանց սավանի է գալիս։ Ու ոչ թե որ չունեն, նրանց օրական տրամադրում են, այլ գործի նկատմամբ անփույթ վերաբերմունքի պատճառով։ Մեկ այլ հանգամանք ևս։ Երբ դին սավանով չեն ծածկում, գտնվում են հետաքրքրասերներ, որոնք որքան էլ տարօրինակ ու զարմանալի է, նկարահանում են մահացածին, իսկ հետո նկարները տարածում սոցցանցերում։ Ու քանի որ դեպքի վայրից առաջին ռեպորտաժ է հեռարձակում Շամշյանը, նրան են հաճախ մեղադրում, թե ինքն է մահացած մարդու նկարներ տարածողը։ Անցած օրի քրեական քրոնիկոնը, հարտակարգ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, որ փորձանքը չկիսի կյանքը տեսանյութում։ Բա ժողովուրդ ջան, վատ բան է, երբ անտեղի մեղադրվում ես, անընդհատ ես եմ կոկորդ պատռում, վիճում որոշ շտապօգնության բժիշկների հետ, թե որ գիտեք մահացած կա, ինչու հետներդ սավան չեք բերում, հետո մի խելապակաց նկարում է մահացածի մարմինը, գցում սոցցանց, վերջում էլ ինձ են մեղադրում, թե բա ինչի ես դին նկարել, նախ ես չգիտեմ, թե մահացածների մարմինները նկարողները մարմնի որ մասով են մտածում ու հետո բժիշկներ, եթե առողջապահության նախարարությունը ձեզ օրական սավան է տրամադրում, ինչու չեք բերում, կարող է ձեր կաշվից եք պոկում, միայն մի բան իմացեք, ամեն անգամ, երբ առանց սավանի եք գալիս, անեզքների եք արժանանում։
Մուղնիի մոտ տեղի ունեցած դեպքին կանդրադառնանք քիչ անց։ Հիմա առաջարկում եմ հասկանանք, թե երեկոյան պիկ ժամին ինչ է տեղի ունեցել մայրաքաղաքի Միաստիկյան պողոտայում։ Անկեղծ ասած չէի զարմացել, որ վթարի մասնակից մեքենաները լուրջ վնասվածքներ էին ստացել։ Դե Միաստիկյան պողոտա ենք ասում, մայրաքաղաքի արագընթաց ճանապարհներից մեկն է։ Զարմանալին մեքենաների ստացած վնասվածքներն էին ու դիրքը։ Ժողովուրդ ջան, մի վարքան էս կողմ։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Դեպքի վայրում հավաքված երիտասարդներին աջ ու ձախ հանում էի, քանի որ բոլորը կանգնել էին հետքերի վրա, իսկ ինչպես գիտեք, ավտոտեխնիկական փորձաքննության համար թիվ 1 փաստերը հետքերն են, ու նրանք մրջյունների պես հավաքվել ու չէին գնում, բայց դե հենց իրենք օգնեցին գտնել այս հանելուկային վթարի պատասխանը։ Նկատի ունեմ հանգամանքը, որ Միաստիկյան պողոտայի այս հատվածում մեքենաները մի ուղղությամբ են ընթանում, բայց ինչպես տեսնում եք, թե BMW-ի, թե դժվար անունով այս սպիտակ մեքենայի առջևի հատվածներն են վնասված, ինչը նշանակում է, որ բախումը ճակատային է եղել։ Բայց խփողը ուր է։ Էսանարի։ Խփողը ստե ոնց կգարկացներ։ Խփողը խփողը կարող չի փախել։ Եվ ուրեմն պարզվում է, համենայն դեպս դեպքի վայրում հավաքվածներն էին ասում, որ այս BMW-ն դեպի Աճարյան փողոց ընթանալիս է եղել, երբ բախում է տեղի ունեցել Հոնդայի ու նրա միջև։ BMW-ի վարորդն էլ կորցնելով մեքենայի կառավարումը անցել է բաժանարար գոտու վրայով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, բախվել մյուս ավտոմեքենաներին։ Ամենայն դեպս, դատելով մեքենաների վնասվածքներից, այս վարկածը կյանքի իրավունք ունի։ Պարեկները ստուգում են դրա հավաստիությունը, ինչ վերաբերում է վթարի վիճակագրությանը, ապա 3 հոգու առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտաբօգնության խումբը տեղափոխել էր հիվանդանոց։ Մարգարավ Վանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհ։ Կասեք Շամշան, չօգնեցիր, դու կարող ես տեղ գործ մորս տուն տեղ ունես, որ այդ կողմերից հետ չես գալիս։ Ճիշտ էլ կասեք, ժողովուրդ ջան, բայց հետ չգալու մասով, թե չէ ինձ ուրա տենց բախտ, տուն տեղ։ Չկա շաբաթ, որ այստեղ մի վթար տեղի չունենա։ Հեսա, այդ նույն ճանապարհին ենք, ավելի կոնկրետ Ափնայից Հարթավան գյուղ տանող ճանապարհին, որտեղ ինչպես տեսնում եք, Նիսսանն ու Օպելը իրար նենց են բախվել, որ երկուսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։ Այս դեպքում էլ ագործել Զակոն Պոդլստին։ Բախման պահին երկու մեքենաների վարորդներն էլ մենակ չեն եղել։ Ընդհանուր առմամբ 6 մարդ էր վիրավորվել։ Ասացին, որ սրտացավ քաղաքացիներից բացի նրանց օգնության են հասել Ապարանի եւ Ծաղկովիտի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Հետո մի մասին տեղափոխել են Ապարան, մի մասին էլ աշտարակ բժշկական կենտրոններ։ Հեսա կանդրադառնամ աշտարակի հիվանդանոցի շտաբօգնության խմբերի օյնբազություններին։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են փորձում վերամբարձ կռունկով մեքենաները դուրս բերել դաշտից։ Մեջներ երեխա չկա, չէ՞ վիրավորների։ Բայց ինչ ուզում եք ասեք, էս էլ հեշտ գործ չի։ Պետք է լիքը նրբությունների տիրապետես, որ կարողանաս մեքենաները անվնաս դուրս բերել։ Մոռացա էլ ճշտեի, թե ով ասենք էս կռունկի ծախսերը հոգում։ Ժամանակին գոյություն ուներ ճանապարհային ոստիկանություն ու գայշնիկները իրենց գրպանից էին վճարում։ Սա մի հարց էր, որ տևական ժամանակ լուծում չէր ստանում։ Ու չփորձեք ասել, թե վարորդներից տուգանք չգրելու դիմաց փող էին հավաքում։ Թող այդ վերամբարձ կռունկների ծախսն էլ իրենք հոգային։ Լիքը ազնիվ գայշնիկ գիտեի, որոնք նաև սրտացավ են։ Մյուս անգամ խոստանում եմ պարզել, թե ով է ի վերջո հոգում այս կարգի տեխնիկաների ծախսը։ Այսպես կքաշի, այսպես Չենք հեռանում չարաբաստիկ դարձած այս ճանապարհից, ավելի ստույգ տեղափոխվում ենք 19 կիլոմետր Մարգարավ Վանաձոր Տաշիր ավտոճանապարհի M3 ճանապարհի 78-րդ կիլոմետր։ Երբ տեղեկացա, թե ժամը քանիսին է տեղի ունեցել Mercedes-ի Gaz 31-ի ու Volvo Magnish-ի մեքենաների բախումը, հասկացա, որ կատարվածում կարող էր դեր ունենալ նաև մթնշաղը։ Ժամանակահատված, երբ մարդու աչքերը դեռ նոր պետք է կտրվեն լույսից ու ընտերգրվեն մթին։
Երմեկն է ապարան։ Volvo-ի վարորդն պատմում է աչքի տեսածը, կսկտուր լսվեց, որ 31-ը ընթանում էր դեպի ապարան, իսկ դա նշանակում է, որ Mercedes-ն էլ հակառակ ուղղությամբ էր գնում։ Կարծնեք, այսինքն էլի գործ ունենք ճակատային բախման հետ, հա ժողովուրդ ջան, առանց չափազանցության միջհամայնքային ճանապարհների ամենատարածված խախտումն է, այսինքն նեղ ճանապարհ, վարորդներից մեկի խելքին փչումը աբգոն անել ու փորձը փորձանքա դառնում։ Տեսնում եք, Volvo-ի վարորդը մատնացույց է անում, որ հատվածին է Mercedes-ը հարվածել։ Այո, երկու մեքենաների բախման հետևանքով նաև այս բեռնատար Volvo-ն էր տուժել, բայց իհարկե սա չէր ամենասարսափելին։ Ինչպես տեսնում եք, 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգու էլ տեղափոխել էին ապարան բժշկական կենտրոն։ Քիչ անց այս կենտրոնից ոստիկանները ահազանգ ստացան, որ վիրավորներից մեկն էլ մահացավ։ Էս եք ուզում, չեք կարողանում վերահսկել ձեր ադրենալինը ու մի քանի րոպե ուշ տեղ հասնել։ Հե, հասակ, ուղակի ահավորա։ Անիվին էլ է խփել։ Ես ասեմ, սա քերելով գնացել է հեսա։ Աչ պայի խոտ կտաս հետո կեթաս գնաչ, աչ, լրիվ աչ։ Ճարժվի։ Շիկ։ Ահա եկանք նաև աշտարակ ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի մոտ, որտեղ առավոտյան ժամը 9-ի սահմաններում շղթայական խոշոր վթար էր տեղի ունեցել, որի մասնակիցները 2 Mercedes-ներն էին ու Mitsubishi-ն։ Սարսափելի վիճակ էր տիրում։ Պարզ երևում էր, որ մեքենաները բացել են մեծ արագություններ, այլապես նման կարգի վնասվածքներ չեն ստանա։ Հասնելով դեպքի վայր, հասկացա, որ վթարի մասին ահազանգողը ամենևին էլ չէր խտացրել գույները, երբ ասում էր, թե Շամշան, շուտ հասի, խոշոր վթարի հետևանքով կարծես զոհել կա։ Թե ինչն է եղել վթարի պատճառը կդժվարանամ ասել։ Մեքենաների ստացած վնասվածքներից կարելի է հակասական պատկերացում կազմել։ Փաստն այն էր, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տեղափոխվել աշտարակի հիվանդանոց։ Հեսա հասանք արդեն։ Ու էլի շտաբօգնության մեքենան դեպքի վայր է հասել առանց սավանի։ Դուք էլ կհաստատեք, թե քանի անգամ ենք բժիշկներին զգուշացրել, թե հոգեբանական տեսանկյունից որքան կարևոր է մահացածի մարմինը հնարավորինս շուտ ծածկելը, բայց ոչ։ Աշտարակի հիվանդանոցի շտաբօգնության բրիգադը հերթական անգամ առանց սավանի էր եկել, ու եթե մի լավ չկշտամբենք ու կապուտ գույնի սավանը չբերեին, իրավիճակը էլի կարող էր դուրս գալ վերահսկողությունից։ Այս երթևեք էլի սավան տվեք է դիագնոստիկ էլի։ Նախորդ շաբաթ ճշտեցինք, որ առողջապահության նախարարությունը հիվանդանոցներին օրական սավան է տրամադրում։ Լավ, նեուժելի կարելի է գործի նկատմամբ նման բեզալաբերնի վերաբերմունք ունենալ։ Ճիշտ էր ասում Վայե Ղազարյանը, ամեն մի խելապակաս գալիս նկարում է մահացածին, հետո տարածում սոցցանցերում, վերջում էլ սլաքները իմ ուղությամբ են թեքվում, հարգելի բժիշկներ, հատկապես աշտարակի հիվանդանոցի։ Եթե գնում եք դեպքի վայր, անպայման սավան տարեք, թե չէ ոնց որ լրագրողը գնա նյութի առանց գրչի։ Ու կրկին ողբերգություն, բայց այս անգամ Արմավիր մարզում։ Հարուստ բազմամյա փորձը հուշում է, որ այն դեպքերը, երբ վթարի մասնակից է եղել 07-ը, մեծամասամբ ավարտվել են ողբերգությամբ։ Երևան Արմավիր ավտոճանապարհին կատարվածը ցավոք բացառություն չեղավ։ Ժամը էլի խնդրահարույց էր, 18:30, էլի մթնշաղ ու էլի ֆիզիոլոգիական նրբություններ, չնայած ինչ ֆիզիոլոգիական։ Նայելով այս արծաթագույն Mercedes-ի արջևի հատվածին, հեշտ չէ ասի, որ վարորդին մթնշաղը նեղել է։ Սենց վնասվածք միայն մեծ արագության դեպքում կարելի է ձեռք բերել։
Այնպիսի ժխոր էր տիրում, նենց անցուդարձ էր, որ մարդ չէր կարողանում հասկանալ, թե ինչ աստեղ տեղի ունեցել րոպեներ առաջ։ Պարզ էր միայն մի բան. վթարի մասնակից էին 3 Mercedes-ներն ու 07-ը, բայց նկատեցիք, որ այս տեսանյութի վթարված մեքենաների երևի 80%-ը Mercedes են։ Հասկացանք, դաբրոդնի ժեշտ ունեք, բայց դա չի նշանակում, որ անընդհատ այն պիտի փորձարկեք։ Ինչևէ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, մեկին էլ տեղափոխել էին Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Հարգելի վարորդներ, Երևան Արմավիր ճանապարհն էլ լավ վիճակում։ Փոխանակ վայելեք, սարքում եք ձեր վերջին հանգրվանը։ Իրոք արդեն հոգնածուցիչ է պարզ ու ակնհայտ բաների մասին անընդհատ զգուշացնելը։ Եվ վերջում սպանության մասին, որը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ մեր հասարակությունում թացը չորի հետ խառնվել է։ Ժամը 18:30-ի սահմաններում իրավապանները ահազանգ են ստանում, թե շուտ հասեք Եղիշե Թադևոսյան փողոցի այսինչ հասցեն։ Ստեղ ոնց որ դանակարություն է եղել։ Րոպեներ անց Շենգավիթի համայնքային ու Երևանի քրեական ոստիկանները համոզվում են, որ ահազանգը կեղծ չէր։ Կադրերը հենց դրա վկայությունն են։ Աչ ու ձախ այրանետքեր, որոնք պատմում էին րոպեներ առաջ այս տանը տեղի ունեցած ողբերգության մասին։ Հաշված րոպեներ են պահանջվում ոստիկաններից ու քննիչներից գործը բացահայտելու համար, բայց ոչ թե որ նրանք մերօրյա Շերլոկ Հոլմսերն են իրենց դեդուկցիայի մեթոդով, այլ որովհետև դանակահարողը հենց ինքը հանձնվեց, պարզվեց, որ նախին կնոջն է դանակահարել, դանակարելը մեղմ ասված, հասցրել է դանակի 9 հարված, այդ ինչ կարգի պիտի լցված լինես, որ ձեռքդ 9 անգամ չդողա։ Ստացված մարմնական վնասվածքներից կինը հենց տեղում մահացել էր։ Հետո պետք է լրատվամիջոցները գրեին, որ ամուսինների միջև վեճը ծագել է տան պատճառով։ Հետո պետք է տեղեկանային, որ սպանողի որդին ոստիկանությունում ժամանակին բարձր պաշտոններ է գրավել, կոչումով գնդապետ, իսկ սպանվածի կինը, նրա խորտմայրը աշխատել է շրջակա միջավայրի նախարարությունում ու տարբեր պաշտոններ զբաղեցրել։ Կասեք դե կենցաղային հարցերի շուրջ վեճա, չէ ժողովուրդ ջան, վախենամ շատ ավելի խորքային է ու մեր վիճակը իրոք բուրդ է։ Խելքի հաշեցեք, բռնել ենք կործանման ամենահեշտ ու կարճ ուղին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք նոյեմբերի 23-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայացքին։